Չել մի քիչ էս կողմանը կամերանային դեմ։ Իմ ընտանիքը բաղկացած է։ Ես Անահիտն եմ, Արցախից եմ, Ստեփանակերտից եմ։ Հա, ես Անահիտն եմ, Արցախից եմ, Ստեփանակերտ քաղաքից։ Սեպտեմբերին այս իրադարձություններից հետո հայտնված Հայաստանում։ Մեր ընտանիքը Արցախը հանձնելուց հետո ես աղջիկս սովորում է Երևանում, 3-րդ կուրսա սովորում, 55+-ից աշխատանքի չեն վերցնում, դուք աշխատունակ չեք։ Իսկ ուր եք դիմել, որ չեն վերցնել, պետական մարմիններ։ Մտել եմ, աշխատանքի եմ մտել, այն ձևի իրադարձություններ ատեղի ունեցել, ինքս կամ ասել են ջահելների ենք ուզում, կամ ասել են գիտեք ինչ, անենց են արել, որ ինքս եմ դուրս եկել, գրե դուրս եկել։ Հետո ես ու աղջիկս ենք ապրում, հիմա տալիս էին 100,000 դրամ, ամեկիս 50,000, հիմա սարքել են 40,000, ասացեք խնդրեմ, 150,000 տամ վարձնա, ես ինչպես կարող եմ գոյատևել, հիմա տան տերս ասում է դե կսպասենք ոչինչ, բայց ասում է ուրիշ տուն ճարեք, ես իմ ինչ, մենք ձեզ դուրս չենք անում, բայց հասկանում եք, ես չեմ էլ մեղադրում իրանց, հիմա մենք կանգնած ենք այ այսպիսի իրավիճակի մեջ, կամ հայտնվելու ենք դրսումը, կամ էլ չենք կարողանում այդ վարձունակ չենք, աղջիկս սովորում է ուսանում է, ես էլ չեմ աշխատում, ոչ է թոշակ եմ ստանում, աղջիկս աշխատում է համ սովորում, համատեղ, ասում է չեմ հասցնում, մամ ջան, կամ պետք է աշխատեմ, կամ պետք է սովորեմ, հիմա ես ինչ անեմ։ Իսկ ուսման վարձի փոխհատուցում կա ձեր դեպքում։ Ահա, ինքը պետպատվերով է ընդունվել Ստեփանակերտից, հա։ Տեղափոխվել է նույն պայմաններով ստեղ, որտեղ։ Հա, նույն պայմաններով կոնսերվատորիայում է սովորում, հա, ինքը գերազանց է սովորում։ Իսկ դուք դիմել եք իրենց այս աշխատանքի տեղավորման ծրագրին, որ ասում եք ձեզ հա, դիմել եմ, իհարկե, աշխատանքի են ընդունել, հա, իմ մասնագիտությամբ ընդունել են։ Ես 37 տարի աշխատել եմ Ստեփանակերտում, գրադարանում էի աշխատում։ Հետո ինչ եք դուրս եկել, որ ընդունել են։ Չեմ, վատ վերաբերմունքի պատճառով, էլի այն ձև են հասցրել։ Ոնց են ձեզ վատ վերաբերվել, մի քիչ դե ես եմ չեք սիրում արցախցիներին, հետո գիտեք ինչ։ Վիճևանցիներին։ Չգիտեմ, դե ես էլ ասեցի։ Իսկ որտեղ եք մտել աշխատանքի, որ ձեզ չեն վերել։ Գրադարանում էի մտել իմ մասնագիտությամբ, չեմ ասի։ Դա ասեք իմանանք հետո ձեզ չի սիրում։ Չէ, պետք չի ասեմ։ Չեմ ուզում։ Դուք հունիսից եք զրկվում, աջակցությունից հունիսից զրկվել եք։ Հա, այս ամիսը որ պետք է ստանանք, չենք ստանա։ Հա, էլ չենք ստանալու։ Ստորա փորձեք Իջևանի բարբարով խոսեք, սկսեն բաները սիրել։ Չէ, կարամ Երևանի բանով էլ խոսեմ։ Երևանցիներ մեր իմանում են արցախցիք թիրախավորում են դες։ Նայած էլի մակարդակի հարցա, չգիտեմ, չեմ ուզում այլ հարցեր տակ, չեմ ուզում։ Շնորհակալություն։